Քայլի Ջեների պլաստիկ վիրաբույժը Գարթ Ֆիշերը օրական ստանում է ավելի քան 150 զանգ։ Քայլի Ջեները վերջերս TikTok-ում բացահայտել է իր կրծքագեղձի մեծացման վիրահատության մանրամասները, նշելով, որ սիլիկոնային իմպլանտներ է տեղադրել մկանների տակ վիրաբույժ Գարթ Ֆիշերի միջոցով։ Այս հայտարարությունից հետո Ֆիշերի Բևերլի Հիլզում գտնվող կլինիկան օրական ստանում է ավելի քան 150 զանգ, հիմնականում կանանցից, ովքեր ցանկանում են նույնատիպ վիրահատություն անցնել։ Ֆիշերը Instagram-ում շնորհակալություն է հայտնել Ջեներին իր աշխատանքի մասին հրապարակայնորեն խոսելու համար։ Սակայն պլաստիկ վիրաբույժ Դեյվիդ Շեյֆերը նախազգուշացրել է, որ Ջեների ընտրած իմպլանտների չափը եւ տեղադրումը կարող են չհամապատասխանել բոլոր կանանց եւ խորհուրդ է տվել անհատապես խորհրդակցել մասնագետի հետ նման որոշումներ կայացնելուց առաջ։ Հանրահայտ երգչուհի Վիկտորիա Դայնեկոյի ամուսինը վերջապես հաղթանակով դուրս եկավ ծնողական իրավունքների հարցում նախկին կնոջ հետ ընթացող դատական պայքարում։ Դատարանը հաստատեց նրա իրավունքը մասնակցել երեխաների խնամքին եւ դաստիարակությանը, ինչը կարեւոր է մանուկի բարօրության եւ կայունության համար։ Դատական գործը վերաբերում էր ծնողական իրավունքների բաժանմանը եւ հանդիպումների կազմակերպմանը, որոնք նախկինում հանդիսացել են վիճելի հարցեր կողմերի միջև։ Այս որոշմամբ դատարանը հավասարակշռված եւ արդար կարգավիճակ է ապահովել, որը կհանգեցնի երեխայի շահերի լավագույն պաշտպանությանը։ Վիկտորիա Դայնեկոյի ամուսինը կարևորեց դատարանի վճռի արդարությունը եւ հույս հայտնեց, որ հետագա հարաբերություններում նախկին կինը եւս կկարողանա նպաստել համերաշխության, հաստատմանը եւ երեխայի առողջ զարգացումներին։ Հոլիվուդյան Universal Pictures կինոընկերությունը հայտարարել է, որ պատրաստվում է նկարահանել կենսագրական ֆիլմ աշխարհահռչակ рэպեր Snoop Dogg-ի կյանքի եւ կարիերայի մասին։ Ֆիլմը կներառի նրա մասնակցությունը երաժշտական վերելքը եւ ազդեցիկ դերը համաշխարհային հիփ-հոփ մշակույթում։ Նախագիծը կդառնա Universal-ի կողմից արտադրված առաջին լիամետրաժ կենսագրական ֆիլմը, որը նվիրված է рэփ կատարողին։ Snoop Dogg-ը ոչ միայն կլինի ֆիլմի գլխավոր հերոսը, այլ նաև կստանձնի պրոդյուսերի դերը, ապահովելով, որ ֆիլմը ճշգրտորեն ներկայացնի իր անձնական եւ ստեղծագործական ուղին։ Ֆիլմի սցենարի հեղինակը Ջոնաթան Հերմանն է, ով ավելի վաղ աշխատել է Straight Outta Company ֆիլմի վրա։ Ռեժիսորի անունը դեռևս չի հայտարարվել, սակայն հայտնի է, որ նախագիծը արդեն գտնվում է նախապատրաստական փուլում։ Snoop Dogg-ը համարվում է հիփ-հոփ մշակույթի նշանավոր դեմքերից մեկը։ Իր կարիերայի ընթացքում նա թողարկել է տասնյակ ալբոմներ, միլիոնավոր ձայնասկավառակներ եւ արժանացել է մի շարք մրցանակների։ Ֆիլմի թողարկման ամսաթիվը դեռ հայտնի չէ, սակայն Universal-ը վստահեցրել է, որ այն կլինի բարձրակարգ արտադրանք, նախատեսված ինչպես Snoop Dogg-ի երկրպագուների, այնպես էլ կենսագրական ֆիլմերի սիրահարների համար։ Հայտնի երգչուհի Սաթի Կազանովան հղի է իր առաջնեկով։ 41-ամյա արտիստուհին անձամբ է հայտնել ուրախալի լուրը, նշելով, որ հղիությունը երկար սպասված հրաշք է։ Նաև իր ամուսինը իտալացի լուսանկարիչ Ստեֆանո Տիցոն շուրջ 7 տարի փորձել են երեխա ունենալ։ Սաթին հայտնել է, որ այս երջանկությունը հեշտությամբ չի եկել եւ ստացել է աղոթքներով ու հավատքով։ Նա կիսվել է նաև հուզիչ տեսանյութով, որտեղ տեսանելի է նրա կլորացած որովայնը։ Երգչուհին նշել է, որ հնարավոր է ապագայում գիրք գրի իր անցած ճանապարհի մասին։ Երկրպագուները եւ գործընկերները ջերմորեն շնորհավորել են Սաթիին, մաղթելով առողջ մայրություն եւ երջանիկ ընտանիք։ Հոլիվուդի ամենագեղեցիկ եւ ուժեղ կանանցից մեկը Հոլի Բերին 58 տարեկանում կրկին կանգնած է ճակատագրական որոշման առաջ։ Նրա սիրելի տղամարդը 55-ամյա երաժիշտ Վան Հանթը, ում հետ դերասանուհին մի քանի տարի է, ինչ կառուցում է հարաբերություններ, ամուսնության առաջարկ է արել, բայց Հոլին դեռևս չի պատասխանել։ Հյուրընկալելով Today with Jen and Friends հաղորդմանը, զույգը անկեղծորեն խոսել է իրենց սիրո մասին։ Հոլին շփոթված ժպտում էր, պատմելով, որ Վանը ծնկի է եկել, առաջարկելով միասին անցնել կյանքի հաջորդ փուլը։ Սակայն դերասանուհին խոստովանել է, որ իր նախորդ 3 ամուսնություններն իր ներսում երկմտանք են սերմանել։ Ես հիմա հասկանում եմ ինչպիսին է իսկական սերը։ Վանը այն մարդն է, ում հետ ես պետք է լինեի դեռ շատ վաղուց, բայց մեր սերն այժմ հասուն է գիտակից եւ ազատ պարտադրանքից։ Եթե մենք էլ երբևէ ամուսնանանք, դա կլինի միայն սրտից, ոչ թե անհրաժեշտությունից, ասել է Բերին։ Այս պատմությունը
Պատմությունը հիշեցնում է, որ իսկական սերը երբեմն գալիս է այն ժամանակ, երբ դու պատրաստ ես ընդունել այն, ոչ թե ինչպես հեքիաթում, այլ իրական կյանքում, անցյալով, փորձով ու խորությամբ։ Հայտնի ռուս գեղասահորդ Եվգենի Պլյուշչենկոն առաջին անգամ հրապարակել է լուսանկարներ իր դեմքի պլաստիկ վիրահատությունից հետո։ Սոցցանցերում տեղադրված լուսանկարներում երևում է, որ Պլյուշչենկոն փոփոխություններ է կատարել արտաքին տեսքում, նպատակ ունենալով պահպանել երիտասարդական տեսքն ու թարմությունը։ Գեղասահորդը հաստատել է, որ վիրահատությունն անձնական որոշմամբ է կատարվել, հաշվի առնելով բեմական գործունեության ու հանրային կյանքի պահանջները։ Նույնիսկ մանրամասներ վիրահատության մասին նա չի հրապարակել, սակայն նշել է, որ իրեն լավ է զգում եւ գոհ է արդյունքից։ Երկրպագուներն ակտիվ քննարկում են նոր տեսքը, հիմնականում դրական արձագանքներով, իսկ փորձագետները նշում են, որ միջամտությունը բնական է եւ չի խանգարում նրա բնականությանը։ Հայտնի երգչուհի Քեյթի Տոպուրիան սոցիալական ցանցերում հրապարակել է հազվադեպ ընտանեկան լուսանկար իր ամուսնու հետ։ Լուսանկարին կցված էր «Հակիրճ ու հուզիչ մակագրություն, իմ սերն է», որն անմիջապես արձագանք գտավ երկրպագուների շրջանում։ Տոպուրիան սովորաբար խուսափում է անձնական կյանքի մանրամասները հանրայնացնելուց, ուստի այս հրապարակումը դարձել է ուշագրավ իրադարձություն նրա հետևորդների համար։ Լուսանկարը փոխանցում է ջերմություն եւ ներդաշնակություն, իսկ մեկնաբանությունների բաժինը լցված է շնորհավորանքներով եւ հիացական արձագանքներով։ Երգչուհին չի հրապարակել նոր մանրամասներ իր ընտանիքի մասին, սակայն այս հրապարակումը վկայում է սիրո եւ ամուր հարաբերությունների մասին։ Ռուս հայտնի երգչուհի Կլավա Կոկան տուժել է բեմական ելույթի ժամանակ։ Ելույթի ընթացքում նա կորցրել է հավասարակշռությունը, ընկել բեմի վրա եւ ստացել տեսանելի վնասվածքներ։ Իր ինստագրամյան սթորիներում կատարողը պատմել է միջադեպի մանրամասները։ Ես ուղղակի գցվեցի բեմի վրա, ուժեղ հարված ստացա ու ծակեցի ճակատս ու շուրթս։ Շատ ցավոտ էր, բայց որոշեցի շարունակել ելույթս մինչև վերջ, գրել է Կոկան։ Երգչուհին նաև կիսվել է տեսանյութով, որտեղ երևում են միջադեպի հետևանքները։ Չնայած վնասվածքներին, նա ցուցաբերել է կամք ու պրոֆեսիոնալիզմ, ավարտելով ծրագրավորած շոուն։ Երկրպագուները անմիջապես արձագանքել են իրենց մեկնաբանություններով, աջակցելով նրան եւ մաղթելով շտապույտ ապակինում։ Դեպքը լայն արձագանք է գտել համացանցում, իսկ Կլավա Կոկայի համարձակ պահվածքը արժանացել է մեծ գնահատանքի։ Հեռուստահաղորդավարուհի եւ մոդել Ավրորա Կիբան զգացմունքային եւ հրապարակային պատասխան է տվել ռուս շոու բիզնեսի աստղ Ֆիլիպ Կիրկորովին։ Նրա հասցեին ուղղված քննադատություններին։ Կիբան հայտարարել է, որ Գրիգորի Լեպսը 4 անգամ իրեն առաջարկել է ամուսնություն, ինչը ցույց է տալիս իր առանձնահատուկ տեղը շոու բիզնեսում եւ անձնական կյանքում։ Ես երբեք չեմ թաքցրել իմ զգացմունքները եւ գնահատում եմ իմ արժանապատվությունը, ասել է նա։ Ֆիլիպ Կիրկորովի քննադատությունները վերաբերում են Ավրորայի անձնական եւ մասնագիտական կողմերին, ինչին ի պատասխան Կիբանը հստակեցրել է իր դիրքորոշումը եւ խնդրել հարգել իր անձնական սահմանները։ Այս թեման մեծ արձագանք է ստացել սոցիալական ցանցերում եւ լրատվական միջոցներում, որտեղ քննարկվում են շոու բիզնեսում տեղի ունեցող հարաբերությունները եւ հանրային անձանց իրավունքները։